Ընկերներ, բարի լույս։ Եկել եմ մեծ աղջկաս հետ փոքր։ Մեծ աղջկաս հետ եկել ենք կենտրոն։ Բնականաբար նստեցինք այս կարուսելը, որը իդեպ պատմական է, նա նոր չէ, ասեմ ձեզ։ Ես էլ եմ իրա հետ նստած, բայց նստած չեմ, ես կանգնած եմ, ուղղակի իրա կողքն եմ։ Այսպես պանորամա եմ ձեզ անում 360 աստիճան ժողովուրդ։ Իդեպ եթե հետաքրքիր է, արժի 2 եվրո, մեկ պտույտը, ստեղ ինչ-որ համեր կա, մարդիկ հավաքվել են, ընկերներ ջան։ Սեյֆելի չէ։ Այսպես ընկերներ, այսօր բերել եմ իրան, համ իմ հետ զբաղվի, այստեղ շատ հետաքրքիր բաներ կան փոքրիկների համար, համ էլ ես իմ գնումները կանեմ արագ ու կգնանք տուն։ Ընկերներ ջան։ Վերջ, կարուսելից վերջացրեցինք ժողովուրդ։ Հիմա գնում ենք իմ ամենասիրելի գրքի խանութը։ Մեր ընկերների, երեխաների համար ուզում գրքեր ընտրեմ, հետաքրքիր։ Արդեն ճիշտն ասած հոգնել եմ այդ խաղալիքներից եւ այլն, դրա համար ուզում գիրք նվիրեմ այս անգամ։ Քայլենք դեպի այդ խանութը եւ գիրք ընտրենք։ Համել ինձ թվում է իմ աղջիկը իր համար գիրք կընտրի, որևէ հետաքրքիր։ Այստեղ Apple-ի խանութն է։ Շարունակենք։ Այստեղ մարդագետնին քնած, 2 մարդա քնած, մի զարմացեք, այստեղ սա էլ է նորմալ, ժողովուրդ ջան։ Ու ես ձեզ ասեմ, հիմնականում իրենք իտալացիներ են, նրանք արտասահմանցի չեն, իտալացիներ են։ Իդեպ եթե նրանք ուզենան, նրանց կապահով են և բնակելի տարածքով, և նպաստով, և որևէ գումարով, ինչի են նրանք այդպիսի կյանք ընտրում, դա ինձ համար անհասկանալի է, որովհետև այստեղ հանգիստ կարելի է ստանալ նպաստներ և օգտվել տարբեր սոցիալ ծրագրերից ընկերներ, այնպեսին, որ դա նա իրենց ընտրությունն է։ Գնում ենք այստեղ, կոչվում է Ջունտի Օդեոն, ովքեր որ չգիտեն, սա կինոթատրոն գրադարան է, գործող կինոթատրոն է, անվճար, կարող եք գնալ, բարձրանալ, նայել գեղեցիկ ֆիլմեր։ Հելենա, ինչ սիրուն են զարդարը։ Տեսար ինչ սիրուն լույսիկներ են արը, չէ։ Գնանք նայենք ինչեր կա։ Դե գնացիք։ Գնանք դուռը բացենք, գնանք քեզ գրքեր ընտրենք, համ էլ երեխեքին գրքեր առնենք։ Հələ արի գնանք տեսնենք ինչեր կա։ Մտանք ժողովուրդ ջան, մտանք։ Արի բուջուր, թատիկը դուր։ Ջուրա, ստե տեղ չկա։ Չեք պատկերացնում ինչքան մարդ կա։ Ու հանգստյան օրը իտալացիքել են ճամփորդում Իտալիայով։ Հենա, կինո։ Իսկրինո գրանդե, տիվո։ Իդեպ շատ անգամ լինում է, որ երեխեքի համար են շատ լավ կինոներ լինում եւ կարելի է գալ այստեղ նայել, այ տեսնենք ինչեր կա այստեղ հələ։ Օ, հələ տեսեք։ Գրքեր են 50-ից 70% զեղչով, տարատեսակ։ Եթե ինչ-որ հետաքրքիր բաներ մարդ կգտնի, ուրեմն նրա բախտը բերում է։ Մի հատ նայեք այս գեղեցկությունը, արդեն շատ մարդ կա նստած նայում է հետաքրքիր ֆիլմ։ Կարող եք բարձրանալ մի անգամից երկրորդ հարկ և նայել ֆիլմը։ Այստեղ կան բնականաբար անվճար սանհանգույցներ, ներսում կա և սրճարան, հիանալի գրքեր, ժողովուրդ, հիանալի գրքեր։ Մտնում ես, էլ դուրս չես գալիս ժողովուրդ այստեղ, խորհուրդ եմ տալիս անպայման գաք։ Դուրս եկանք, մեր գնումները արեցինք, ընկերներ։ Ինձ մնում է գնեմ նվեր իմ մայրիկին, նոր տարվա, դրա փնտրտուքների մեջ ենք, պիանո, չէ մակինա, պիանո, փողոցի մեջ տեղով են գնում, արիստեղ,
Նենց լավ արևա չեք պատկերացնում, տաք։ Բավականին տաք, հա։ Քայլենք, տեսնենք ինչ կարելի է գնել իմ մայրիկին։ Չգիտեմ նույնիսկ ինչ կարելի է գնել, որտեվ իրան երբ որ հարցնում ես, ինքը ասում է ոչ մի բան։ Այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ իրեն ինչ նվիրել։ Պետք է ես ինքս ինչ-որ մի բան մտածեմ։ Իմ դիմացն է գտնվում այս գեղեցիկ շենքը, կոչվում է Palazzo Davanzati, թանգարանն է։ Անպայման խորհուրդ եմ տալիս այցելեք, տուրիստների կողմից անտեսված է, բայց ձեզ ասեմ հաստատ արժի գնալ։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Ամբողջը Միջնադարյան ընկերներ ջան։ Ձեզ ասեմ ահա որ մեծ քանակությամբ տուրիստներ են, ինչպես նաև արտասահմանցի, այնպես էլ իտալացի, որտեղ այս սեզոնին իրանք ճամփորդում են Իտալիայի մեջ շատ։ Այդ իսկ պատճառով, արի սենց, այդ իսկ պատճառով, նաև այստեղ են շատ ընկերներ։ Mamma, guarda qui. Sì, միրգ բանջարեղեն, տարատեսակ։ Մենք մի քիչ սենց հետևներով ենք գնում, սենց ասեմ, բակերով, որ շուտ հասնենք, չընկնենք տուրիստական ամբոխի մեջ։ Ընկերներ, մի հատ նայեք այս գեղեցիկ հատվածը, տեսեք ոնց է պահպանվել այս ամենը։ Նկարվում են մարդիկ, ինչ լավ նկարվում են, իսկ մենք շարունակենք մեր գնումները, մտնայք ինչ նեղ անցումներ են, իսկ մենք կգնանք այս նեղ անցումով, գիտեք որտեղ եմ, որ պատկերացնեք, այստեղ կա կաշվի շուկա և կա այն կաբանչիկը, հայերեն չգիտեմ ոնց է, կաբանչիկը, որին բոլորը ձեռ են տալիս և մեջը կոպեկ են գցում։ Այդ դրա հետևն եմ պատկերացրեք, որ մի անգամից այդ կողմից դուրս գամ, թե չենդեղ լինելու է մի հատ կիլոմետրանոց հոսք տուրիստների, հեսա որ տեսնեք, ասեն կհասկանանք, այք, այս ինչ հերթ է, գիտեք ինչ են էստեղ ուտում, լամպրեդոտո կամ պորկետա, ընկերներ, ես ես հետևներով եմ գնում, որ չընգնեմ այդ ամբոխի մեջ, գնանք էջնդ եմ կարող, աստեղ մի բան գտնեմ, տեսնեմ, այստեղ ինչ կա ընկերներ ջան, կրկին ձեզ կմիանամ, ժողովուրդ շատ մարդ կա, նույնիսկ քայլել նորմալ չի ստացում, արդեն նկարել են, նայեք ինչքան մարդ կա, լեփ-լեցուն է ժողովուրդ, լեփ-լեցուն, ինչքան շատ են, բոլորը գնումների, զբոսնելու, խանութների մոտ էլ է շատ մարդ, տարբեր կրպակների, որտեղ վաճառում են սենդվիչներ, կիլոմետրանոց հերթերը, ժողովուրդ ջան, ձիուկներով են պտտվում մարդիկ, շունիկներին են ստեղ ծանոթացնում, ինչ լավն է, ինչ լավ հոտ էր, հայլենք, ոք, спасибо. Նվագում են ինչ որտեղ, գնանք տեսնենք որտեղ, էլի ձիուկներ են, նայես, Non sono come sono. ես միշտ մեղքում եմ այս ձիերին, չգիտեմ ինչ ժողովուրդ, մեղքս գալիս են, այս իստում այս տղան եմ, իչև մա նվագում եմ, այո,
Եք, արի։ Ես իմ կապուչինոյով եմ բնականաբար։ Եթե հետաքրքիր է, գտնում եմ Բադիանի ջելատերիայում ամենալավագույններից մեկն է։ Խորհուրդ եմ տալի, եթե գաք այստեղ, փորձեք Buon Talenti համը, որը ստեղծել է հենց Buon Talenti ճարտարապետը։ Ժողովուրդ, ովքեր որ կարոտել էր Սանտա Մարիա դել Ֆիորեն, ձեզ ցույց եմ տա, մի հատ նայեք այս արևին ինչ գեղեցիկ է։ Իսկ մենք շարունակում ենք նվերների փնտրտուքները եւ հետո կվերադառնանք տուն, ընկերներ ջան։